Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 26-ի համար։ Օրը շաբաթ է, դրա համար գնայենք այս մյուս քարտերով։ Գնայենք խոյերին։ Սա թռավ, այդքան էլ լավ չէ։ Ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք ինչ-որ մարդկանց հետ։ Հնարավոր է նաև ինչ-որ մի բան եք ուզում կտրուկ փոխեք։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 26-ին։ Ծանր օր է, դրա էլ նա անկավ։ Մի քիչ փորձություններով լի օր է։ Համենայն դեպս կամ շատ աշխատանք ունեք այդ օրը, որ պետք է անեք, դրա համար է ծանր, հաշվի չեք առնում այստեղ շաբաթ է, կիրակի է, տունն եք, տունը չեք, հա մի խոսքով անդադ աշխատանքի մեջ եք, կարող է դա է ցույց տալիս։ Նաև ուղղակի ինչ-որ փորձություններ կարող են գալ։ Ձեր կյանք, որը պետք է դուք ուղղակի հաղթահարեք, կարողանաք հաղթահարել։ Դժվար օր է ինքը ընդհանրապես համարվում է, ծանր քարտ է սա, որը որ մարդու ուսերին է բեռը ինչ-որ մի ծանրության։ Նաև հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, կողը իր կյանքն է, այդպիսին եւ դուք իրան եք օգնում կամ իրան եք դիմում ձեր այդ կյանքի ինչ-որ խնդրի հետ կապված հարցերում ինքը ձեզ օգնի։ Բայց օրվա վերջ ամեն ինչ կկայունանա։ Յուրաքանչյուր ոլորտ, որ ոլորտում, որ գոյություններ այդ ծանրությունը, գոյություններ այդ դժվարությունները, երեկոյան արդեն ամեն ինչ կկարգավորվի, կկայունանա, նաև կարող եք գնալ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկի հետ նստել, երկար կարող է ընկերոջ հետ եք լինում, երկար ինչ-որ մի տեղ, հա, ֆիքսվում մնում եք։ Կամ էլ դժվար օրը նրանից է, որ ինչ-որ բան ուշանում է եւ դրա համար էլ դժվարացնում է օրը կամ կանգնած է, որպեսզի շաբաթ է, կարող աշխատանքի չեք, որ կարողանաք ի վերջո դա անեք, բայց չէ, ինչ-որ մի բան չկա, եւ դուք ստիպված ոնց որ, հա, չեք կարողանում անեք, դա եւս դժվարություն է, ինչ-որ չափով, եթե ուզում ես ինչ-որ մի բան անես, բայց ի վերջո չես կարողանում։ Փորձություն է դա մարդուն։ Այսքան է ձեզ համար։ Միգուցե ինչ-որ մարդիկ ամուսնանում են, այստեղ ճակատագրական քայլ են անում։ Հնարավոր է նաև, հա, այստեղ ընկերն է, ընկերուհին է, գնում եք այնտեղ մնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 26-ին։ Ճանապարհներին կլինեք։ Հնարավոր է նաև այստեղ ինչ-որ մի բան եք ուզում այդ օրը մղեք առաջ, ինչ-որ գործեր կմղեք առաջ, ինչ-որ բաներ կմղեք առաջ, նաև շատ ճանապարհներին կարող եք լինել, ոմանք կարող են տեղափոխվել, երկրից երկիր, քաղաքից քաղաք, այդպես է, ինչ-որ տեղափոխության մեջ նաև կարող եք լինել։ Կներեք իհարկե, քանի գնում վատանում եմ։ Իբր պիտի լավ լինեի։ Առավոտ լավ էի։ Նաև ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեր տուն, դուք գնաք, ինչ-որ մեկի տուն հյուր, ամենայն դեպս ուրախ եք, տրամադրությունը բարձր է, այդ օրը էներգիայով լի կլինեք, ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կհասցնեք, և ինչ-որ մի բան, կամ կհանեք դուրս կթափեք ձեր կյանքից, կամ սա ինչ-որ մեկն է, որ կարող ձեր կյանքից խնել, հեռացնել։ Նաև դա կարող է լինել վեճ, ուշադիր եղեք, եւ իհարկե, եթե ճանապարհ եք գնում, դա եւս, հա, հատկապես ուշադիր եղեք մեքենա վարելուց, որովհետեւ ճանապարհը կա եւ սուր գործիքները։ Տանը եւս գործ անելուց էլի ուշադիր եղեք, որպեսզի վնասվածքներ չստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 26-ին։
Ոմանք հարսանիքին։ Այդ օրը ժամանակը կվատնեք հարսանիքում, դա կա ռեստորան եք գնում այդ օրը։ Ոմանց կարող են հարսանիքի հրավեր անել, հա, պարտադիր չի որ շաբաթ է այդ օրը չեն կարող հրավիրել, կարող են հրավիրել, նաև ամուսնության առաջարկ անել, սիրո խոստովանություն անել, դա նաև գործարք է ինչ-որ մեկի հետ, որ կարող եք անել, այս իշտը հաճա, կներեք, քիթս ամբողջությամբ չի աշխատում, փոխել ապետք, ուրեմն, նաև դե ժամանակ կարող եք անցկացնել ձեր երկրորդ կեսի հետ, նաև ժամանակ տրամադրեք ձեր ընտանիքին, ձեր հարաբերություններին, դա եւս այս քարտը դա է ասում։ Մի անտեսեք ընտանիքը, միգուցե աշխատանքով եք տարված եւ այլն եւ անտեսում եք։ Իսկ սա հենց նշանակում է, որ ձեր ժամանակը շատերը կվատնեն ուղղակի լինելով որոցե ռեստորանում, որոցե առիթի։ Այստեղ հստակ երևում է ոմանց մոտ կամ գործարք եք կնքելու եւ զբաղվելու եք ձեր աշխատանքով։ Միայն գործեր, բիզնես եւ այլն։ Ժամանակը տրամադրելու եք միայն դրան։ Եվ նաեւ սա ժամանակն է ամուսնանալ, ժամանակն է ամուսնության առաջարկ անել դիմացինին։ Ժամանակն է ընդունել նաեւ առաջարկը, մտածել ամուսնության մասին կամ ընտանիքի մասին, ինչ որ կարող է իրոք անտեսել եք եւ հիմա պետք է իր մասին մտածեք։ Դե ոմանք կարող են նաև ընդունվել աշխատանքի, ոմանք եթե գնում եք հարսանիքի այնտեղ կարող է ինչ-որ մարդիկ լինեն, ովքեր որ ձեզ կարող է աշխատանք են առաջարկում, ընդունեք դա, կներեք, ընդունեք դա, որտեվ առաջ գնալու տեղ կունենաք հետո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 26-ին։ Նամակագրական կապ, փաստաթղթեր, նման հարցերով կարող եք զբաղվել, դասավորել, հավաքել, ինչ-որ մեկի հետ նոր նամակագրական կապի մեջ լինել, կարող է նոր ինչ-որ մեկն է հայտնվում եւ իր հետ նամակագրական կապի մեջ եք լինում։ Փաստաթուղթ կարող եք ստանալ ճիշտ է շաբաթ է, բայց իհարկե պոչտաները դեռևս բաց են եւ կարող եք դուք հանգիստ ստանալ։ Նաեւ սա ինչ որ ցուցակ է, կարող եք ցուցակ կազմել, կներեք։ Իրոք որ մարդ հիվանդալին, ճահավոր ալին։ Առավել եւս որ դուրսը տաքոտ է եւ դու հիվանդ ես։ Եթե լիվա տեղա հաջորդ օրվա տեսանյութը կարող է չլինել։ Եվ օրը, այստեղ ինչ-որ մի բան պետք է սկսեք, երևի թե, կամ նաև ասում է ժամանակն է գրելու ինչ-որ մեկին, կարող ուզում եք, բայց չեք գրում։ Ժամանակն է նաև ձեր առողջության մասին մտածելու, վիրահատություն անելու, եթե ուզում եք անել։ Նաև ուշադիր եղեք այդ օրը սուր գործիքների նկատմամբ, ուշադիր եղեք նաև որ չվիճեք ինչ-որ մարդկանց հետ, որտեղ կարող եք ձեր կյանքից ընդմիշտ հանել տվյալ անձնավորությունը։ Սա նաև ժամանակն է ձեր կյանքը փոխելու համար, կյանքում կամ ինչ-որ մի բան փոխելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 26-ին։ Բավականին շատ խոսակցություններ, այդտեղ որ ասում են ուղղակի ժամանակը կվատնեք ձեր այդ խոսակցությունների մեջ, եթե հատկապես լեզվակռվի մեջ մտնեք, հատկապես, հա, ավելի շատ կվատնեք ձեր ժամանակը անիմաստ այդ մարդու վրա։ Այնպես որ նաև խոսելու ընթացքում ավելորդ բաներ մի ասեք, որովհետև կամ կարող եք կորցնել ձեր համբավը, կամ
ունեք, խոչընդոտներ հետո կառաջանա։ Հենց այնպես չասեցի։ Մի ամեն ինչ պատմեք, որովհետև իրոք կարող եք ինչ-որ մի բան կորցնել։ Կամ ժամանակի կորուստ կլինի տվյալ մարդու հետ ուղակի խոսելը, անիմաստ է խոսելը, ավելի լավ կլինի ուշ գործով զբաղվեք։ Հետո խոչընդոտները առաջանալու, կամ ինչ-որ բան եք այստեղ բացահայտ խոսելու, հետո ձեզ եք վնասելու։ Նաև մանրուքների հետևից։ Եթե ընտանիք է, մանրուքների հետևից խորհուրդ չեմ տան գնել, որովհետև մանրուքները բերում են վեճ։ Իսկ եթե ուղղակի ինչ-որ գործեր եք անում, դա կարող է իրոք պետք է, որ մանրուքներին ուշադրություն դարձնեք։ Կամ ոմանք կարող է իրոք մանր-մունր գործեր եք անում, կամ մանրուքների հետ եք աշխատում, այդտեղ ուլունք եւ այլն, հա, կարող նման բաներ եք անելու այդ օրը։ Եվ խոսելով ուրիշի հետ ժամանակը կորցնեք, ձեր գործերն էլ կմնա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 26-ին։ Կներեք։ Այստեղ ոմանք կարող են գնալ գեղեցկության սրահ, ոմանք հաճախ են գնան իրենց ընտանիքի տուն, հա, ծնողների տուն, նաև ինչ-որ մեկ ընտանիքում կարող է ավելանալ, հա, երեխա ունենան ձեր քույր եղբայրը կամ նաև դուք ինքներդ հնարավոր է նաև հղիություն ինչ-որ մեկի։ Ոմանք նաև կարող են վիրահատություն անել այդ օրը, գնալ բժշկի, զբաղվել իրենց առողջությամբ։ Նաև այստեղ հնարավոր է գնում եք նաև հիվանդանոց ինչ-որ մի աղջկան տեսնելու։ Ոմանց մոտ սա նաև կարող է լինել աշխատանքի ընդունելություն, գործերը առաջ մղել, առաջ տանել։ Ոչ թե մարդ է, ում որ կարող եք հանդիպել, օրինակ պետական աշխատող կարող է լինել։ Նաև Ուշադիր եղեք, որպեսզի չհանդիպեք դրանց պետական աշխատողներին, հատկապես եթե մեքենա եք վարում։ Ինչ-որ միտեղ կարող եք գնալ նաև, կարող է ծնունդ է, առիթ է, գնում եք ինչ-որ մի ռեստորան, որը փակ է հատուկ հավաքույթի համար է իհարկե նախատեսված, ծանոթների, հարազատների համար։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք, որի աղջիկա հետ եւս խառնելուց աղջիկը թռավ։ Կարևոր աղջիկ է։ Այդ աղջիկա հետ բավականին երկար կարող եք խոսել։ Կարող է իր առիթն է, գնում եք, կամ ուղղակի ինչ-որ մեկն է ում հետ որ կարող եք խոսել։ Նաև կարող է այդ աղջիկը բամբասում է ձեզանից։ Կամ այնքան կարող եք խոսել, վերջում լեզվակռվի մեջ ընկնեք, դրա համար եթե զգում եք, որ շատ է թեժանում խոսակցությունը, ապա դադար տվեք։ Հնարավոր է աշխատակցին եք հանդիպում ձեր եւ այդպես խոսում եք, հա, նախկին որտեղ որ աշխատել եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 26-ին։ Շատ լավ քարտ է, հաջողության քարտն է, սա հասունության քարտն է, որը որ այդ օրը դուք կզգաք, որ հասունացել եք արդեն յուրաքանչյուր հարցում։ Սա նաև այդ օրը լավ շրջապատում կլինեք, ինչ-որ միտեղ կլինեք, որտեղ լավ մարդիկ կլինեն, միգուցե նաև լինեն պաշտոնավոր մարդիկ։ Կնկատեք, որ արդեն հասել է, հա, տարիքը արդեն իրեն ասում է, հա, երևա տարիքը մի խոսքով։ Բավականին էմոցիոնալ կարող եք լինել, ինչ-որ մի բաներ կարող է գաղտնի մնան ձեզ համար, նաև սա ուշ քնել է, ռոմանտիկ հարաբերություններ են, ուշ ժամի այդպես մթով մոմերի լույսի տակ, նաև դա կարող է լինել հանդիպում ծնողի հետ, հատկապես մայրիկի հետ, եւ ուշադիր եղեք, որ այդ օրը ոչ ոքի հետ չվիճեք։ Հնարավոր նաև ոմանք տուն են մաքրում շաբաթ է, բայց ուշադիր եղեք, որ չվիճեք ոչ ոքի հետ ուղղակի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնային կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 26-ին։ Խոչընդոտներ են առաջին քարտան։ Համենայն դեպս հետո ամեն ինչ կկարգավորվի, բայց սկզբում խոչընդոտներ կան, առավոտյան ինչ-որ մի հարցեր կարող են չստացվել, ինչ-որ մի բան կարող է չստացվել, ծանր օր է նայք, դժվար օր է, կարող է փորձություններ են ուղարկված ձեզ, որպեսզի հաղթահարեք այդ խոչընդոտները։ Նաև շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, ուշադիր եղեք, որ չվիճեք, լեզվակռվի մեջ չմտնեք, սա նաև բամբասանք է, որ կարող ինչ-որ մարդիկ բամբասում են ձեզանից։ Նաև դուք ինքներդ իմաստուն կգտնվեք այդ օրը, ինչ-որ հարցին ճիշտ լուծում կտաք, հատկապես երբ որ խոչընդոտներ կան, երբ որ նաև լեզվակռիվ եւ բամբասանք նույնպես։ Կերևա ձեր տարիքը, այդ օրը կզգաք, որ քանի տարեկան եք դուք այս պահին գտնվում։ Նաև դա լավ շրջապատն է, որտեղ որ դուք այդ օրը կլինեք, որտեղ էլ լինեք, ձեզ կշրջապատեն շատ լավ մարդիկ, ոմանք նաև կարող է ինչ-որ պաշտոնավոր մարդկանց շրջապատում են լինում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 26-ին։ Երեխաների հետ կապված վեցի իրադարձություն է, հնարավոր է առիթ է, հնարավոր է ինչ-որ մեկը երեխա է ունենում, ծննդաբերություն է, հղիություն է, նաև նոր գործ է սա, նոր գործ, նոր կյանք, նոր ինչ-որ մի բան փոքր, դեռևս։ Եվ մեկ թորներն են գալիս ձեր տուն, զբաղվում եք իրանցով, կամ պետք է պահեք ծնողները տեղ գնան, երեխաներին վերցնում եք, գնում եք ծնողների տուն։ Նաև ոմանք այդ օրը կգնան գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, կզբաղվեն իրենց առողջությամբ, սպորտով եք զբաղվում այդ օրը։ Բայց լաբիրինթ կա, հա, լաբիրինթը դա ինչ-որ մի խնդիր է, որը մարդը չի կարողանում լուծել, դուրս գալ այդ խնդրից, հատկապես երբ որ լարվում է, հա, երբ որ լարվում է, բացարձակապես չի կարողանում դուրս գալ։ Եթե ուզենաք կարողանաք դուրս գալ, ճիշտ ուղղությունը պետք է գտնեք։ Միգուցե ինչ-որ մի բանի մասին եք մտածել, որ հետո հետաձգել եք, կամ մտածել եք, չէ, այդպես չի լինի, դա կարող է ձեզ համար ուղիղ ճիշտ ճանապարհ է։ Եվ դուք այդպես գնալով, դա անելով, կկարողանաք այդ խոչընդոտները հեռացնել։ Գտնել ճանապարհը, հա, այդպես դե փոխաբերական իմաստով է սա ասում, ամեն մարդու մոտ ինչ-որ խնդիր կարող է լինել, որ չկարողանա այդ պահին լուծել։ Եվ եթե ինչ-որ մի ժամանակ այդ խնդրի հետ կապված ինչ-որ բանի մասին եք մտածել, ապա դա ասում են ճիշտ ուղղություն է, փորձիր այդպես եւ դու կկարողանաս դուրս գալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 26-ին։ Այն ուղղությունը, որը որ դուք ցանկանաք այդ օրը գնալ, գնացեք, անել, արեք, որովհետև այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի, կհեշտանա ինչ-որ մի բան, որով որ դուք կկարողանաք առաջ գնալ, եւ ձեզ կարող են օգնել։ Ինչ-որ մեկը կարող է օգնել, որպեսզի դուք կարողանաք առաջ մղել։ Ձեր ուզածը, ձեր այն ճանապարհը, որը որ դուք ուզում եք գնալ։ Նաև կամուրջ կարող է ստեղծվել այդ օրը ձեզ համար, ինչ-որ մեկի հետ հաշտվելու, ինչ-որ մեկի հետ խոսելու, տեսնելու, շփվելու համար, ինչ-որ միտեղ գնալու համար։ Այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի եւ ավելի հեշտ տարբերակով, այնպես որ օգտվեք այդ տարբերակից։
Եվ այդ օրը ուշադիր եղեք, որպեսզի չհանդիպեք որևիցե պետական աշխատողի, հատկապես սա ուժային կառույցի, այնտեղ ոստիկան, պետավտոտեսուչ եւ այլն։ Եվ այդ օրը նաեւ կարող են ձեզ օգնել, ինչ որ մարդիկ կամ ինչ որ մեկը, եթե դուք իրեն դիմեք, ապա նա ձեզ կօգնի ինչ որ մի հարցում։ Կամ կարող եք այդ օր ուղղակի հանդիպել ինչ որ մեկին, ով որ ազդեցիկ անձնավորություն է կամ ծանոթանալ ինչ որ մեկի հետ, ով որ ազդեցիկ անձնավորություն է, դա կարող է լինել եւ սիրային թեմայով եւ ուղղակի ինչ որ մեկի։ Դե այդ եղջյուրներից հեռու չի։ Նման մարդիկ ձեր շրջապատում են միշտ լինում եւ միանգամից այդ օրն եկա հանդիպեք ինչ որ մեկին։ Համենայն դեպս ինչ ուզում եք անեք այդ օրը արեք։ Ձեզ այդ հնարավորությունը կընձեռվի։ Ճիշտ է, ամենավատ օրերից մեկն է, եթե լուսնայինով նայենք, բայց այս քարտերն էլ ասել եմ եւ էլի կասեմ, կարող են նույն օրը չլինել։ Սա ընդհանուր ինչ որ գլոբալ քարտեր են եւ սա հենց ինչ որ բան է ասում ձեզ։ Դու եք նորալուսնից հետո սկսել ուղղությունը պարտադիր չի մարդ հենց այդ օրը գնա այդ ուղղությամբ։ Բայց եթե ինչ որ մի բան եք ուզում, ամենայն դեպս այստեղ հեշտությամբ կտեսնեք միգուցե այս մարդուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 26-ին։ Հանդիպում, շփում ընկերոջ հետ, ընկերուհու հետ, նոր անձնավորություն եք ճանաչում, ինչ որ մեկ եք ծանոթանում։ Նաև որից է կամուրջ կստեղծվի ձեզ համար, որպեսզի հանդիպեք ինչ որ մեկին, տեսնեք ինչ որ մեկին, խոսեք, հաշտվեք, փոխանակվեք, մի խոսքով, ինչ որ կարևոր մարդ է եւ դուք ուզում եք իրեն տեսնեք եւ դասավորվում է դա, եթե տեսնում եք, ես մեկը այստեղ է, մյուսը կամուրջից այն կողմը։ Եթե իհարկե դա ինքը ընդհանրապես սենց է նայվում։ Սովորաբար մյուս քարտերի մեջ այսպես չի։ Այստեղ խոչընդոտներ, այստեղ քարեր են։ Իսկ այստեղ ջուր է։ Մարդը պետք է ինչ որ մեկին հանդիպելու համար դժվարություններ ապրի, բայց սա ձեր կյանքը հեշտացնում է ինչ որ մի բան անելու համար, այդ օրը օգտվեք դրանից։ Եվ ժամանակ հատկացրեք կամ ժամանակի մեջ տեղավորվեք ինչ որ մի բան անելու համար կամ նաև մի բանի վրա կկենտրոնանաք, ժամանակը դրա վրա կվատնեք եւ այն մյուսը կմնա, մյուսը չկանի։ Այդպես ինչ որ մի բան է, որը որ ժամանակը վատնելու եք ինչ որ մի բանի վրա, ոչ թե մյուս։ Նաև սա ժամանակն է սկսել, ժամանակն է անել։ Ինչ որ մի բան կարող է այստեղ ուզում եք ինչ որ մեկին տեսնել, դիմել, խոսել հետը, ասում է ժամանակն է, ինչու չես դիմում այդ մարդուն, ինչու չես խոսում այդ մարդու հետ, ինչու չես հաշտվում զույգի հետ, հա, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 26-ին։ Անցյալի օրն է, անցյալի հիշողության օրը, նաև կարող ինչ որ բաներ եք հիշում անցյալից, ինչ որ մարդիկ կարող են գալ անցյալից, խորանակ անցյալի մեջ, օրինակ անցյալում սենց էր, նախկինում սենց էր, հիմա ուրիշ ձև է, ինչ որ մի բան է, որը կամ այստեղ կարող է անցյալի սխալներից ավելի իմաստուն եք դառնում, անցյալից ինչ որ մեկն է գալիս, ձեր կյանք այստեղ տղամարդ կարող է լինել, ում հետ որ շփվել եք, կարող նախկին ամուսինն է, ձեր կարող է ինչ որ ընկեր է, ում որ վաղուց չեք տեսել։ Եվ իր հետ հանդիպելուց մի փոքր հենց դա է ասում, որ մի քիչ իմաստուն եղեք, օծություն մի արեք, միգուցե ինքն է էլի նորից գալիս էլի օծավարի է լինելու, բայց ամենայն դեպս դուք ձեր դիրքում մնացեք, պահեք ձեզ ինչպես որ հարկն է։ Նաև սա օծեր են, որ կարող եք այդ օրը նկատել ինչ-որ մարդկանց վերաբերմունքը դեպի ձեզ, այդ օծային վերաբերմունքը դեպի ձեզ։ Նաև
Հանդիպում շփում, բայց է տղամարդու հետ, տեսնենք ով է։ Այս տղամարդու հետ կամ մանուկները կփչփորեք, այդպես ինչ-որ բաներ կգտնեք, կարող հաշվապահ է իրար հետ ինչ-որ բաներ եք ման գալիս, կամ մանուկների մասին կխոսակ, մանր-մունր բաների, կողք հիշել նաև այստեղ անցյալը, փորփրել անցյալը, մանուկների մեջ մտնել, հիշում ես, որ սա սենց է, հիշում ես, որ 5 տարի առաջ ինձ դավաճանեցիր, բայց քեզ ներեցի, հիմա որ դավաճանես էլ չեմ ների։ Կամ ներում են, կամ չեն ներում։ Առհասարակ։ Կամ փոխվում են, որ էլ չդավաճանվեն։ Համենայն դեպս այստեղ կամ մանր-մունր բաներ կպատվիրի։ Եթե ինչ-որ բաներ եք ստեղծում դուք ձեռքերով կամ եւ այլն, ինչ-որ բաներ կարող է պատվիրել։ Կամ անեք իրար հետ կամ անել տա կամ ինչ-որ մի բան է, չգիտեմ, մանուկների հետ է կապված։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։